Ով է ստեղծել մատիտաձև կիսաշրջազգեստը։ Կրիստիան Դիորը առհասարակ կանանց կառուցվածքը ընդգծող գրեթե բոլոր սիլուետները պատկանում են նրան։ Ով է դարձրել մարգարիտները նորաձևության խորհրդանիշ։ Կոկո Շանելը նա ուներ սովորություն միքսելու բնական եւ արհեստական մարգարիտները եւ առհասարակ նա շատ մեծ դեր է ունեցել բիժուտերիայի առաջխաղացման հարցում։ Որն է ամենահին կտորը։ Լյոնը Ինչի համար է նախատեսված ջինսերի փոքր 5-րդ գրպանը։ ժամանակին դրանք օգտագործվում էին pocket watch-երի, այսինքն կլոր ժամացույցների համար, իսկ հիմա դրանք պահպանվել են դիզայնի եւ ավանդույթները չխախտելու համար։ Ով է ասել, տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ զգեստի ամենակարևոր տարրը կինն է, ով կրում է այն։ Ոլորտի իմ ամենասիրելի քվոթերից մեկն է, որը պատկանում է Իվ Սեն Լորանին։ Քիչ հայտնի փաստ արքայադուստր Դիանայի վրեժի զգեստի մասին։ Դա այն է, որ զգեստի դիզայները հայ է, Կրիստինա Ստամբոլյանն է, եւ այդ զգեստը Դիանան ուներ իր հագնելուց դեռևս 3 տարի առաջ, սակայն հետևելով թագավորական կանոններին նա չէր կրում այդ զգեստը, բայց երբ արքայազն Չարլզը հայտարարեց իր դավաճանության մասին, Դիանան հասկացավ, որ այդ զգեստը կրելու իրական պահը եկել է։ Որ դիզայները առաջին անգամ ներկայացրեց ջինսերը ցուցադրության ժամանակ։ Calvin Klein-ը, եթե չեմ սխալվում, 1970-ականներին էր։ Ինչ կապ ուներ արքայադուստր Մարգարեթը Դիորի հետ։ Արքայադուստր Մարգարեթը նրան հաճախ կարելի էր տեսնել Դիորի New Look-ի սիլուետի զգեստներով, ամենատպավորիչը նրա 21-ամյակի զգեստն էր, որը համարվում է ամենաշատ նկարվածներից մեկը թագավորական ընտանիքում։ Եթե հավանեցիր ֆորմատը, լայքիր այս վիդեոն եւ կիսվիր ընկերների հետ։